Մարզաշխարհում մեծ ավանդ ունեցած մարզիկների անուններով դպրոցներն ու այլ հաստատություններն անվանակոչելու վերաբերյալ դիմումները հիմք ընդունելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում։ Այն թույլ կտա նվազագույնի հասցնել մասնավորեցված որոշումները։ Նախագիծը ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրեց նախարարի տեղակալը։ Հայրենիքին նվիրած ծառայությունների մասով ունենք դիմումներ, որ սպորտի ոլորտի հետ իրենց կենսագրությամբ առնչություն չունեն, դիմումներ ունենք, որոնք որ անմիջական կապ ունեն մարզաշխարհի հետ եւ մեծ ավանդ ունեն սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի տարածման գործում, բայց զուգահեռաբար նորից եմ կրկնվելու չունենք մասնավորեցված նորմատիվային կետեր։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ եւ մտավ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իգիտություն հանձնաժողովի ներկայացրեց 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը, որպես խնդիր ներկայացրեց համացանցում հեռուստանման հեռարձակողների բովանդակության հարցը։ Մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Անպայման չի մշտադիտարկման միջոցով, բայց այն ամենակարևոր նորմերը, որ կան տեսալսողական մեդիայի համար եւ հատկապես 9-րդ հոդվածը պահպանող, որտեղ արգելվում է խտրականությունը, ապատեղեկատվությունը, բռնության եւ պատերազմների կամ կոչը կամ հրահրումը, դրանք պետք է անպայման նորմ դառնան նաեւ համացանցում գործող տեսալսողական մեդիաների համար։ Հաջորդ մարտահրավերը Տիգրան Հակոբյանը համարում է օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը։ Հանրային մուլտիպլեքսում հեռարձակում իրականացնելու համար վերջերս հանձնաժողով է դիմել ֆրանսիական կողմը, բայց փաստարկների հիման վրա արգելվել է։ Հանձնաժողովի նախագահը հիշեց վերջերս աղմուկ հանած դեպքը։ Ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզներ ցուցադրում, խնդիրներ եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքսը լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեղեկատվություն եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին։ Հաջորդ նստերա հեռարձակողների սեփականատերերի եւ ֆինանսական թափանցիկության հարցն է, որը առաջիկայում կկարգավորվի, քանի որ Եվրախորհրդարանի նախարարների կոմիտեն դիրեկտիվ է ընդունել։ Հանձնարարականի ընդունումը հնարավորություն կտա լուծել խնդիրը։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, սակայն հանձնաժողովի առաջարկը չընդունվեց, դժգոհություն հայտնեց Տիգրան Հակոբյանը։ Նա ճիշտ չի համարում համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր կուսակցության 25 րոպե անվճար եթերաժամանակ հատկացնելը։ 10 կուսակցություն եթե մասնակցի, ոչ պակաս, կլինի 5500 րոպե կամ 91 ժամ։ Ամբողջը միասին։ 91 ժամ։ 91 ժամ առաջինը մենք հնարավորություն չենք տալի հեռուստաընկերություններ գոնե այդ ժամանակ ինչ որ փոքր գումար աշխատել։ Երկրորդը, եթե մենք վերցնենք բանի շահերը, իսկ անվճարը բոլորը կօգտվեն անվճարից, անկախ իրենց ֆինանսական ռեսուրսների ճանաչելությունից, կստացվի, որ մենք պարտադրում ենք մեր հանրությանը բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն ինքը չի ուզում դիտել։ Անվճար եթերաժամանակը դուք որպես բացասական նշեցիք, բայց մենք կարծում ենք չէ դա դրական է, որտեվ պետքա կուսակցությունները անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն ունենան ու հաշվեցի, եթե դա արտահերճի 28 օր է տևում քարոզարշավը, 25 րոպեն օրական 53 վայրկյան ընդամենը եթեր տալ այդ հեռուստաընկերության համար չեմ կարծում մեծ խնդիր է։ Ներկայացվեցին նաև վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մշտադիտարկման արդյունքները։ Թագուհի Ղազարյանը հարցրեց հանրային հեռուստաընկերությանն ուղղված քննադատությունները անհավասար լուսաբանման վերաբերյալ արդյոք արդարացված են, ինչ են ցույց տվել դիտարկումները։ Ամենահավասար պայմանները բոլոր կուսակցություններին հատկացրել է հանրային հեռուստաընկերությունը։ Դա շատ հետաքրքիր է։ Եվ ես ձեզ ասեմ, որ լուրերում եւ այլ հասարակական հաղորդումներում այլ մի կուսակցություն ընդդիմադիր ինքը ավելի շատ տեղ է զբաղեցրել հանրային հեռուստաընկերությունում, քան ձեր քաղաքացիական պայմանագիր։ Նաև կոմերցիոն ընդհանրապես ծավալը գովազդի, ելի մեկ ընդդիմադիր կուսակցություն երկու անգամ շատ ավելի գովազդային ժամանակ ունեցել բոլոր հեռուստաընկերություններում, որոնք մասնակցել են քարոզարշավին, քան ելի կառավարող կուսակցություն։
Իսկ հեռուստանման հարթակները, որոնք չի կարգավորում հանձնաժողովը, հավասարակշռություն չեն դրսևորում, նշեց Հակոբյանը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի զեկույցը ընդունվեց ի գիտություն։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։